Շնորհակալ եմ։ Հարգելի վանաձորցիներ, սիրելի ժողովուրդ։ Ես սիրում եմ պարզ բաներից խոսել։ Մեզ մոտ ինչ է հիմա ընտրությունների քարոզարշավ է, որ թվում է թե նորմալ երկրներում, նորմալ իրավիճակներում պիտի լինի սովորական բան։ Մի քանի տարին մեկ ժողովուրդը որոշում է, թե որ քաղաքական ուժին իր ձայնը տա, որը կարող է ավելի լավ լինել իր ընտանիքի համար, իր գյուղի համար, իր քաղաքի համար, իր երկրի համար, և մարդիկ ընտրում են։ Ընտրելու, գնահատելու չափանիշն էլ մեկն է, համեմատելը։ Բայց հիմա նայեք ինչ է կատարվում այսօր Հայաստանում։ Ինչ խաղաղ ընտրապայքար։ Համատարած գաղտնը լսում է։ Տուն արտուր ընկած մարդկանց վախեցնում է։ Ամեն օր հարյուրավոր խուզարկություններ։ Միայն ընդդիմության տարբեր ուժերից, եթե չեմ սխալվում, այս ընթացքում 100-ի մոտ ձերբակալված, կալանավորված, տնային կալանքի տակ, մեր գործընկերներից կալանքի տակ, մեր ինքնության հենասյուներից սրբազանները կալանքի տակ, տնային կալանքի տակ։ Եվ ով է սա անում։ Անում է մի իշխանություն, վախկոտ, վախեցած իշխանություն, որը սարսափում է, որ կարող է ժողովուրդը հանկարծ իրեն ռադանի։ Իսկ ռադանալու 1000 պատճառ կա ժողովուրդ ջան։ Հիշում եք չէ, մարդիկ օրեկան ինչ էին ասում։ Հիշում եք չէ, որ ասում էին կառավարության դուրը ժողովրդի դուրն է, ուզենա ոտով կբացի կմտնի։ Հիմա թափով բոյով տղամարդ ես, փորձի գնալ ու մտնել կառավարություն։ Երկաթե ճաղերով փակել են, երբ որ հրապարակում մի խաղաղ ցույց է լինում, 7 շարք հատուկ միջոցներով զինված ոստիկանները շարժվում են դեմը, իսկ իրա շարժվելը, իրա տեղաշարժվելը հոգիդեք։ Տասնյակ մեքենաներով, հարյուրավոր ոստիկաններով, անվտանգության հարյուրավոր աշխատողներով։ Հիմա ով է սա անում։ Սա անում է այն մարդը, այն քաղաքական ուժը, որը 3 միլիոն վարչապետներից իր ասած 5000-ին զոհել է իր բերած պատերազմում, այն որ 18 թվին հրապարակում ջահելները կանգնած էին, 12000-ին դարձրել է վիրավոր հաշմանդամ, հազարամյակներով իր հողին կպած Արցախցին այսօր վտարանդի է, Արցախը գոյություն չունի, և բնական է վախենալու բան ունեն սրանք։ Բայց ամենահիմնական վախենալու, որովհետև գիտեն, եթե հեռացվեցին, բացահայտվելու է սրանց արած բոլոր ավերները, ոչ միայն դավաճանությունները, այլև կոռուպցիան, այլև հովանավորչությունը։ Ժողովուրդ ջան, մենք պետություն ենք։ Տասնյակ օրինակներ կարող եմ ասել, բայց մեկը ասեմ, որը նաև նորվան է առնչում։ 3 ամիս առաջ այս մարդը ուժային կառույցում աշխատող բարձր պրոֆեսիոնալին պարգևատրում է ամենաբարձր չափանիշներով, 3 ամիս հետո հեռացնում է աշխատանքից, որովհետև իր բարեկամը ընդդիմադիր է։ Սենց պետություն կլինի։ Այսքան բռնաճնշումների մեջ, և այստեղ ես ասում եմ, ուզում եմ խոսքը ուղղել պետական համակարգի աշխատողներին, դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, ուժային կառույցների օղակներին, բացի վերնախավի կամակատար ստրուկներից։ Պետական ծառայողը Հայաստանում պիտի լինի ամենապաշտպանված մարդը, որովհետև ինքը ծառայում է պետությանը։ Իսկ նրանք, ովքեր այսօր չեն ծառայում պետությանը, այլ ծառայում են մի հոգու, և բացահայտվելու են, և պատժվելու են։ Ժողովուրդ ջան, մենք մեր թիմը, մեր առաջնորդը պարոն Քոչարյանը, ձեր առաջ կանգնում ենք պարզ ճակատով, առանց ամաչելուն ենք ձեր աչքերին, որովհետև գիտենք թե ինչ ենք արել և գիտենք թե ամենակարևորը ինչ ենք անելու, ու դրանում ոչ մի վայրկյան չկասկածեք։ Այս երկրում մթնոլորտը փոխվելու է, վախկոտներից մի վախեցեք, այդ մթնոլորտը հանելու ենք,
համերաշխություն ենք բերելու, ապահովություն ենք բերելու, բարեկեցություն ենք բերելու։ Ժողովուրդ ջան, ես չէի խոսի այս մասին, բայց Քրիստինեն ինձ ստիպեց ասել, ես 18 թվականի մայիսի 1-ին, երբ որ մեր ժողովրդի բացարձակ մի զգալի մասը ուղղակի տոնում էր, մտածում էր երկնքից մանանայա թափվելու, բառացի ասել եմ հետևյալը. սրա վարչապետ դառնալու դեպքում ողբերգական հետևանքները ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության, Արցախի, իմ պետության համար։ Առաջի երեքը ցավոք ես անասունը վատ բառ չի, չէ՞, անասունների պատճառով արդեն եղել է։ Բայց եթե շարունակվեց այսպես, նաև լինելու է երրորդը։ Պետություն չենք ունենալու, իսկ նշանակումա դառնալու ենք, ոնց որ հիմա աշխարհի առաջ նվաստացած ենք, դառնալու ենք վտարանդի արցախցիների նման կամ դառնալու ենք օտարների ծառա, օտարների ստրուկ։ Մի բան էլ ասեմ ավարտեմ, ժողովուրդ ջան։ Ընտրություններ են, ընտրարշավ, թողնենք դրա ճղճղան, հիստերիկ, ոչ մի ծրագրից է խոսում, որտեղ ոչ մի ծրագիր անելու ընդունակ չի, գոռում է, հայհոյում է, սպառնում է, մենակ վախոտ մարդ իրան կպահի։ Բայց ընտրություններ են եւ իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը բոլորն էլ հայտարարում են, որ եկել ենք, հաղթելու ենք, մենք ենք դառնալու իշխանություն։ Բայց եկեք օբյեկտիվ լինենք, ժողովուրդ ջան։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում սրանց հեռացնելու ենք եւ ձևավորվելու է կոալիցիա։ 2 ուժից, 3 ուժից, 4 ուժից։ Ինչով է տարբերվում կոալիցիան սրանց մի անձի իշխանությունից։ Մի անձ որոշում է, իր կամակատարները, ստրուկները նույն բանը կրկնում են, նույն բանը անում են, որովհետև կորցնելու բան ունեն։ Կոալիցիան դառնում է քննարկումների, տարբեր ուժերի, գաղափարների, բանավեճերի տեղ, որտեղ ամեն մեկ իր կարծիքը ասում է եւ գտնում են լավագույն լուծումը։ Մենք այս ողբերգությունը ապրել ենք, մենք այս ողբերգությունը տարել ենք։ Լուծումը սրանց հեռացնելն է եւ իսկապես ուժեղ պրոֆեսիոնալ իշխանություն ձևավորելն է եւ մեր թիմը, մեր առաջնորդը վկայությունն են, որ մենք կարող ենք հիմնովին այս վիճակը փոխել։ Այսքանը ժողովուրդ ջան, մի վերջին բան, խնդրանք, հորդոր, աղաչանք, պահանջ, եթե ուզում ենք հայ մնալ, պինդ մնալ, մեր ես կանաչ լորվա աշխարհում գլուխներս բարձր կանգնել, բոլորս գնում ենք ընտրության եւ ընտրում ենք Հայաստանը։ Շնորհակալ եմ։